Հայաստանի պատմությունն ու մշակույթը բացահայտելու համար ամենալավ գաղափարը թանգարաններ այցելելն է, ինչը իմ ամենասիրելի զբաղմունքն է։ Այսօր կներկայացնեմ Հայաստանի հետաքրքիր թանգարաններից ևս մի քանիսը։ Հայաստանի պատմության թանգարան։ Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 9-ին։ Այն ձևավորվել է նմուշներ ներառելով Կովկասի հայկական ազգագրական ասոցիացիայի, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանի, Անիի հնությունների թանգարանի և Վաղարշապատի հին ձեռագրերի պահոցի հավաքածուներից։ Նախնական հավաքածուն կազմել է 15289 նմուշ։ Հայաստանի պատմության թանգարանն իր հավաքածուները մշտապես համալրում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայկական հին օբյեկտներում իրականացված ընթացիկ հետազոտությունների գտածոներով։ Հավաքածուների այդ իրեր համալրվում են գնումների և նվիրատվությունների միջոցով։ Այս թանգարանում կարող եք տեղեկանալ հնագույն արևելյան հասարակությունների միջև նոր մշակութային հարաբերություններին, ինչպիսիք են Կովկասը, Կրետենը, Եգիպտոսը, Միտանին, Հռոմը և բյուզանդական կայսրությունը։ Էրեբունի թանգարան։ Յուրաքանչյուր հայ գիտի, որ Երևանը նախկինում Էրեբունի էր կոչվում, իսկ եթե ցանկանում եք իմանալ Երևանի պատմության մասին, ապա անպայման պետք է այցելել Էրեբունի թանգարան։ Թանգարանը բացվել է 1968 թվականին Արին Բերդբլրի ստորոտին, որը նվիրված էր Էրեբունի քաղաքի 2750-ամյակին։ Թանգարանի կենտրոնական մուտքի մոտ կարելի է տեսնել Արկիշտի առաջին թագավորի՝ քաղաքի հիմնադիրի պատկերով մեծ խորաքանդակ։ Թանգարանում ներկայացված են 1950-ից 1959 թվականներին Էրեբունի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված մոտ 1500 նմուշներ։ Թանգարանում պահվում են պեղումների ժամանակ հնագետների կողմից հնագույն քաղաքի, ինչպես նաև հարևան Թեյշեբանիի քաղաքի տարածքում հայտնաբերված բոլոր առարկաներն ու եզակի գտածոները։ Որպեսզի թանգարանը չսահմանափակվեր նեղ հավաքածուով, այստեղ ներկայացված են նաև Հայաստանի բոլոր անկյուններից բերված այլ պատմական ցուցանմուշներ։ Իլյուզիաների թանգարան։ Իլյուզիաների թանգարանը կրթաժամացային յուրահատուկ վայր է, որի հիմնական նպատակն է կրթել այցելուներին՝ գիտական երևույթները ներկայացնելով մատչելի ձևով։ Իլյուզիաների թանգարանը բացվել է 2024 թվականին։ Կրթությունն ու ժամանցը համադրող այս վայրում միախառնվում են ֆիզիկան, մաթեմատիկան, հոգեբանությունն ու արվեստը, ստեղծելով գիտության և զվարճանքի զարմանահրաշ աշխարհ։ Թանգարանն առաջարկում է հետաքրքիր ցուցադրություններ՝ հիմնված գիտական ու հոգեբանական մի շարք առանձնահատկությունների վրա, որոնք ոչ միայն կրթում են, այլև զվարճացնում այցելուներին։ Այս ամենը հիանալի հնարավորություն է ստեղծում ուսումնասիրելու գիտության գաղտնիքները, զգալու իլյուզիաների ու ֆիզիկական երևույթների ազդեցությունը, ապահովելով անմոռանալի փորձառություն։ Թանգարանը ներառում է շուրջ 70 ցուցանմուշներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր այցելու հնարավորություն ունի բացահայտելու այն ամենը, ինչը իրականության սահմաններից դուրս է թվում։ Թանգարանում գործում են 10 կախարդական սենյակներ՝ շրջված սենյակը, արվեստանոցը, մարզասրահը և այլն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը։ Խաբկանքների այս զարմանալի աշխարհը ոչ միայն շփոթեցնում է այցելուների զգայարանները, այլև զվարճացնում, զարմացնում և կրթում։ Երևանի Արարատ կոնյակի գինու թանգարան։ Երևանի Արարատ կոնյակի գինու կոմբինատը հիմնադրվել է 1877 թվականին։ Այն արտադրում է հայկական հայտնի կոնյակի մի քանի տեսակներ, այդ թվում նո և առասպել։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում, զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։ Շենքը նախագծել է Ռաֆայել Իսրայելյանը։ Արարատ կոնյակի գինու կոմբինատի պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը, որտեղ պահվում և ցուցադրվում են տեղեկություններ և անձնական իրեր կոմբինատի զարգացման գործում մեծ ներդրում ունեցած անձանց մասին, ինչպիսիք են Թայիրյանը, Շուստովը, Սեթրակյանը, Մուսինյանցը, Սիլչենկոն։ Բիբլիական Արարատը անունը կրող կոմբինատում խորհրդանշական կերպով ներկայացված է նաև բարձրաքանդակ Հովհաննես Այվազովսկու Նոյն իջնում է Արարատից կտավի մոտիվներով։ Գինեգործության և կոնյակագործության ավանդույթը։ Խաղողի և գինու հայրենիքն ավանդաբար համարվում է հայկական լեռնաշխարհը, որտեղ և ձևավորվեց համապատասխան հոգևոր դաշտ և մշակույթ։ Համաձայն աստվածաշնչյան հայտնի պատմության՝ Հայաստանը հանդիսանում է խաղողագործության և գինեգործության օրրանը։
Առաջին գինեգործը Նոյն էր, ով իր տապանով հանգրվանեց Արարատ լեռան ստորոտին և տնկեց առաջին խաղողի վազը։ Արարատյան դաշտի խաղողը լավագույնն է Կովկասում, հիմնական խորհրդանիշն Արարատն է, և հենց այստեղ են ստեղծվել լեգենդար Արարատ հայկական կոնյակները։ Բիբլիական Արարատի մերձակայքում գտնվող Ուրարտական Արին, Բերդ, Կարմիր Բլուր, Էլլար, Դարանի քաղաքներում կատարված հնագիտական պեղումների արդյունքում գիտականորեն ապացուցված է, որ հայերի նախնիների մոտ գինեգործությունը գտնվում էր բարձր մակարդակի վրա։ Ավելի ուշ ժամանակաշրջանի հին հունական պատմիչներ Հերոդոտոս, Քսենոֆոն, Աթենացին և Ստրաբոնը հավաստիապես վկայում են այն մասին, որ մոտ 2,5 հազարամյակ առաջ Հայաստանից այլ երկրներ էին արտահանվում բարձրորակ գինիներ։ Հյուրն Աստծունն է, այսպիսի առած ունեն հայերը, կապված հյուրի և հյուրընկալության հետ։ Հայ ժողովրդի հյուրընկալության մասին ողջ աշխարհը գիտի, ուրախության ու երջանկության բոլոր առիթների դեպքում սեղան են գցում այնտեղ, ուր կան մոտ հարազատ մարդիկ։ Հայերն անկեղծորեն հավատում են, որ ինչքան ճոխ սեղան գցես, այնքան կավելանան ուրախանալու առիթները։